լավագույն եւ հարազատ։ Հարև ցես հարկելի ունգընտիրներ, վնասային եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ գիրագի 30 նոյեմբերին Լևոն 14-րդ բաբը Նիգյո ժողովի 1700-ամյակին արեթով Թուրքիա գդարած առաքելական երջանփորձության վերջին օրը այցելեց Բոլսո հայոց Սուրբ Աստվածածին Բադրիարքական դաջար։ Բադրիարքարան ժամանելով բաբը թիմավորվեցավ Գոստանտնու Բոլսո Սահակ երկրորդ Մաշալյան Բադրիարքին գոմե Սուրբ Աստվածածին Աթուրանիս եկեղեցվո մուտքին։ Աբա անոնք միասին մուտք կորդեցին դաջար, ուր դեղի ունեցավ աղոտք, որ մեի ետք Բադրիարք հայրը բարի քալուստի խոսք մարտասանեց Լևոն 14-րդ բաբին, որուն մեջ անչեր մորեն ողջունեց բադվական հյուրը, երախտագիտություն հայտնելով անոր այցելության համար։ Սեր այսօրվան ներկայությունը մեր մեջ ոչ միայն բադիվ է, այլև օրնություն մեր համայնքի Թուրքիո եկեղեցիներու եւ բոլոր անոնց համար, որոնք աշխատին քրիստոնեական միության համար, ըսավ Սահակ Բադրիարք։ Այս բաղը կմնա մեր ժողովուրդի սրդերում մեջ, ավելցուց ապա եւ իր ողջունի խոսքի մեջ ընդգծեց քրիստոնյաներու միության կարեւորությունը եւ հիշեց Նիգյո ժողովին 1700-ամյակը։ Մաշալյան Բադրիարք ըսավ, որ Նիգյո ժողովը եղավ հոգեվոր շրջադարձային բահմը քրիստոնեական պատմության մեջ։ Մեզի հիշեցուց, որ միությունը կարեւոր է։ Ճշմարտությունը պետք է ըսվի քաջությամբ եւ Քրիստոսի հանդեպ մեր ընդհանուր հավատքը գերազանցե ազգը, սեղային պատկանելիությունը եւ ժամանակը։ Աբա անշեշտեց, որ ինք այսօր կահանայաբեդը կընդունի իբրև եղբայր եւ Նիգյո հավատքի համախոհ բաղաբան։ Սահակ երկրորդ Բադրիարք իր խոր հարկանքը արտահայտեց Լևոն 14-րդ բաբին ու անոր առաքելության հայտնելով, որ կահանայաբեդությունը երկար ժամանակը ի վեր գզարայե իբրև բարոյական ուղեցույց։ Եվ ցայն ու դա անոր որ ցայն չունի, ու նաև թե հայ ազգը երբեք չի մոռնար այն կահանայաբեդերը, որոնք իրենց ցայնը բարձրացուցին մեր դարաբանքներու ժամանակ եւ որոնք մոտ կանգնեցան վտանգի տակ գտնվող քրիստոնյա համայնքներուն եւ թիկունք կանգնեցան դժմարտության այն ժամանակ, երբ աշխարհը դադամսումի մեջ էր։ Այնուհետև Բադրիարք հայրը խոսեցավ միջին արևելքի մեջ քրիստոնյաներու դիմակրաված դժվարություններուն եւ Թուրքիո մեջ ապրող քրիստոնյա փոքր հոդին մասին, անակնարկեց հայ առաքելական եկեղեցվո եւ Հռոմի եկեղեցվո միջև գոյություն ունեցող խոր գաբերուն, դիտել դալով, որ կահանայաբեդին այս այցելությունը այսօր աշխարհին գսե, որ քրիստոնյաներու միությունը գարելիություն է, որովհետեւ այս է Աստծո գամքը։ Բադրիարքը ակնարկեց նաև Թուրքիո մեջ ապրող դոգուն հայ հասարակության եւ հայկական գարույցներուն մատուցած ծառայություններուն, դիտել դվավ, որ դժվարություններու եւ հույսի ժամանակներու ընթացքին մենք զգացինք մյուս քրիստոնյաներու ուղղափառ կաթողիկի եւ ավետարանականներու զորակցությունը եւ ծեր այսօրվան ներկայությունը այստեղ այդ զորակցության խորտ դրսևորումն է, հաստատեց Սահակ երկրորդ, որ կահանայաբեդին խնդրեց, որբեսի իր ասեցությունը կօգտագործե ի սպաս միջին արևելքի քրիստոնյաներուն ու հատկապես Լիբանանի քրիստոնյաներուն ապահովություն երաշխավորելու համար։ Թող դերը ցես խաղաղության պատկամապեր դարձնե այդ արյունոտ երկրի մեջ, պատերազմեն հյուզած ժողովուրդներուն հավերժական խաղաղության հավերից հրշագելու համար, ըսա Բադրիարք հայրը, խոսելով նաև արևմուտքի մեջ բարոյական արժեքներու մասին, որոնք վտանգված են։ Սահակ երկրորդի խոսքը ավարտեց խաղաղության եւ քրիստոնյաներու միության իսպաս աղոթքով։ Բադրիարքին արտասնած բարի հարուստի խոսքեն յետք ներկաներուն եւ բադկամ ուղեց Լևոն 14-րդ բաբը։ Բադկամին սկիզբան ուրախություն հայտնեց այդ վայրի մեջ գտնվելուն համար, ապա Սահակ երկրորդ Բադրիարքի միջոցով իր ողջույնները փոխանցեց ամենահայոց կարեկին երկրորդ կաթողիկոսին, ինչպես նաև եպիսկոպոսներուն, հոգևոր տասին եւ Բոլսո ու Թուրքիո հայ առաքելական ամբողջ համայնքին։ Այս այցելությունը ինձի կարելիություն կուտա շնորհակալություն հայտնելու Աստծո պատմության ընթացքին հայ ժողովրդի քաչարի քրիստոնեական վկայության համար հաջող ողբերգական հանգամանքներու մեջ ըսավ Լևոն 14-րդ
երախտագիտություն հայտնելով նաև երկու եկեղեցիներու միջև դիրող եղբայրական գաբերուն համար։ Սրբազան Բաբը հիշեց մայիս 1967-ին խորեն առաջին կաթողիկոսին Վատիկան այցելությունը, որ եղավ արևելյան ուղղափառ եկեղեցու առաջին առաջնորդը, որ այցելեց եւ խաղաղության համբույր փոխանակեց Հռոմի եպիսկոպոսին հետ։ Նշեց քահանայապետը, ակնարկելով նաև մայիս 1990-ին Վասկեն առաջին կաթողիկոսին եւ Բողոս 6-րդ պապին միջև տեղի ունեցած հանդիպումին եւ ստորագրված միացել առաջին հռչակագիրին, որ եղավ նաև ուղղափառ եւ կաթողիկ եկեղեցու միջև ստորագրված առաջին հռչակագիրը, որմով անոնք հավատացյալները հրավիրեցին վերագտնել իրենք զիրենք իբր եղբայրներ եւ քույրեր Քրիստոսի մեջ միությունը խթանելու նպատակով։ Սրբազան Բաբը ակնարկեց նաև Նիգիո ժողովի 1700-ամյակի նշումին, ընդգծելով կարևորությունը վերականգնելու դարեր առաջ գոյություն ունեցող միությունը եւ լիակատար հաղորդությունը, հույս հայտնելով նաև, որ կաթողիկ եկեղեցու եւ արևելյան ուղղափառ եկեղեցիներու միջև աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային անձնաժողովը շուտով կարողանա վերահսկել իր արդյունավետ աշխատանքը, ցկտելով լիարժեք հաղորդության դիպարիմը։ Միության այս ճանապարհին մեզ կանխեցին ու գշճապատեն վգաներու մեծ բազմությունը։ Ըսավ քահանայապետը հայկական ավանդական սուրբերու շարքի նշելով 12-րդ դարու մեծ կաթողիկոս եւ բանաստեղծ Ներսես Շնորհալին, որում վաղճանման 850-ամյակը նշվեցավ վերջերս։ Անցմը, որ անխոնջ կերպով աշխատեցավ եկեղեցիները հաշտեցնելու եւ կատարելու Քրիստոսի աղոթքը, որբեսի բոլորը մեկը լան, ըսավ Լևոն 14-րդ եւ խոսքը ավարտեց այսելով, որ Սուրբ Ներսեսի օրինակը ոգեշնչե մեզ եւ անոր աղոթքը զորացնե մեզ լիարժեք հաղորդության ջամփուն վրա։ Քահանայապետը նաև շնորհակալություն հայտնեց իրեն վերաբահված չերմ ընդունելության համար եւ ավաստիացուց իր նվիրումը իր սպաս քրիստոնյաներու միության, որբեսի ըլլանք ավետարանի ճշմարտության ավելի ահմոզիչ վկաներ եւ Քրիստոսի մեկ եկեղեցու առաքելության ավելի լավ զարաներ։ Քաղաքական բանդարյալներ Միքայել arczepiskopos Աչաբահյան եւ Բաղդադ arczepiskopos Կալեսանյան 28 նոյեմբերին հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ։ 27 նոյեմբերին հրապարակված հայտարարությունը անուն աչորտած խայդարակ հանդիպումը մեզ գստիբեն խոր ցավով կատարել հետեւյալ հայտարարությունը։ Առաջին կդադարենք հերցված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը թավաթիր քաղաքողի գերբով։ Երկրորդ կդադարենք աշխարհիկ իշխանությունները այնալ հայրենաթավ եւ թավաջան ներկաշելու եկեղեցական հարցերու լուծման մեջ կորձիկ դառնալով անոնց ներքին։ Երրորդ մեր գոչն է դիրաթավերուն վերաթարնալ կանոնական դաշտ եւ զիրենք հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական ադյաներու մեջ։ Չորրորդ կդիմենք վեապարայրաբեդին անհրաժեշտ կնկատենք հրավիրել եպիսկոպոսած ժողովը քննարկելու արգա հարցերը եւ պատրաստելու ասկային եկեղեցական ժողովի օրագարկը։ Միևնույն ժամանակ մտելով ապահովել աբորինի ազգազրկված 3 սրբազաններուց մասնակցությունը։ Գաղութենք հույս եւ համոզում գայտնենք, որ վեապար հայրաբեդը ամուր եւ անսասան կմնա եւ Սուրբ Հոգիի առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը եւս նշեցին սրբազանները իրենց հայտարարության մեջ։ Հոյտա բյուրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Քալեստյան 3 դիմադրության կրառումով նշեց. Երկրի մեջ փարոյական եւ քաղաքական դանր ճգնաժամ է եւ բացված վիհը հետս հետե գնտլայնի ու գխորանա լապելով նորանոր շերդեր։ Մենք չգասեցող հարակությամբ գպելինք նաեւ ներսեն։ Գարձեք ադելության եւ կանտումի մոլությամբ տարաբող խելակարմը աչքերը փակած սև լաթով նույնքան ալ սև հոգիով ինգազը մեր մեջ եւ վրեժ գլուզե հոդին վրա հարցակած քայլերու ոհմագի վարկով ու էությամբ որ հետո գհերանա ջերմակ սյունի վրա ցկելով քարներու սպանտը եւ անոնց արյան հետքերը մենք արունակամ գլանք փարոյականության ճգնաժամեն բայց այս բատկերը միայն անփարոյականության վիհի ուրացման կամ սեփական ընտանիքը թավաջանելու մասին չէ այս մեկը նաեւ կհաղորդե հանցանքի մասին թե ինչպես կարելի չէ թավացություններու հայ ժողովրդի միասնականությունը եւ հավատքը բարակնելու թշնամական օրագարկին սպասարկելու կորձիկ դառնալ բարձրապես լալ առասպելական ցիմը
Այս սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր անձ վստահ ապար գիտե, որ Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին անչափ է բեդութենեն։ Գիտե նաև, որ հայ առաքելական եկեղեցու եւ անոր սպասավորներուն թեմալազանքները հագասահմանադրական են եւ հանցանք են թե Հայաստանի օրենսդրությամբ, թե միջազգային համաժողովներով, շարունակեց Լիլիթ Քալստյան։ Սակայն կան նաև հանցանք են զանր մեղքեր, որոնք անսահմանելի են, օրենքեն ալ բարձր են, եւ դուք այդ մեկը ավելի լավ գիտեք, քան որևէ մեկը։ Օրենքեն ալ ավելի համամարտկային հազարամյա բյուրեղացած դժմարտություններ արտացոլված Սուրբ Գիրքի մեջ։ Բայց դուք ձեր առաքելության գիտակցությունը չունեցած գերատասեցիք բարակտումի եւ փլուզման գործիք դառնալ շարքային քար նետող ավետարանեն հայտնի, նույնքան ալ հայտնի 30 արժանի սպասավոր։ Դուք գերատասեցիք ամբողջացնել հայ առաքելական եկեղեցին հալազանքներու եւ ասպատակության ենթարկած հերցվածողներու, զանազան կոչվորներու, մոնգոլ թաթարներու եւ բոլշևիկներու շարքերը, ընդգծեց բյուրոյի անդամը։ Եւ հիմա ինքնաարտարացումի ջիքի մեջ 26 տարվան հերավորությունեն հանգարց մտքի բայցարացումով գարտարանակ, թե այս բոլորը եթե չլար, եթե արտար առանց ահապեգումներու լար 1999-ի կաթողիկոսական ընդդությունը շարունակեց պատգամավոր Քալստյան։ Վերջին ամիսներուն աննախադեպ վտանգավոր իրավիճակը ստեղծված է թե հայրենիքի եւ թե սփյուռքի մեջ, վտանգելով մեր ժողովրդին անթորը, հավատքի եւ միասնությունը։ Առաջին անգամվան գուսագրոն զարմանքով գահայդարարեք ցուկ եւ բոլորովին նկատի ունիք ոչ 3000-ամյա Արցախի գորուստը, ոչ 5000 հայորդներու նահատակությունը, ոչ թուրքին ցկած 400-ը ավելի վանկեր եւ եկեղեցիները, ոչ ալ թշնամիի վայրակության զոհկացող Արցախի հոգեվոր մշակութային հսկայական ժառանգությունը։ Հայ առաքելական եկեղեցու գոմե հայրենիքին եւ հայրենի պետության պետք չէ, չի գնար որևէ վզնաս վտանգ սպառնալ։ Տադախազական ինտավստահությամբ եւ հավատակնիչի парքով գահդարարեք մեղացելով սեփական ընտանիքը անհաղորդ ու անկիդագից անոր առաքելությունը։ Ինչը սվանալիքի մասին է։ Եվ այս մեկը այն բարակային, որ ամենայն հայոց կաթողիկոսությունը եւ օզիալ կաթողիկոսը միամտությամբ կգարձեի, թե նաեւ թուք բոլորդ ամիսներ շարունակ հայհոյախոսության, սվանալիքի, հալազանքի եւ ադելության խոսքի թիրախին գտնված եք։ Արդյոք ես ցեզի պիտի ասեմ, որ հայ առաքելական եկեղեցու թեմ արշավը ավելին է, քան հայ եկեղեցու հանդեպ աստվածագությունը։ Այս մեկը ուղղակի հարված է մեր ժողովրդին, անոր ամենեն հզոր ազգային հիմնարկին եւ բարձրապես մեր ինքնության եւ միասնականության։ Այս մեկը տշնամիի ցերակիր է եւ տշնամական բադվեր, բادرազմի վերքերը չսվիացած հասարակությունը ավելի նվաստացնող եւ հիզող։ Մեկ բանի մեջ ցեզի հետ կհամաձայնիմ։ Այս բոլորը չի վայելեր մեր եկեղեցու ոգին եւ գանուններուն։ Գահագասե ժողովրդի միասնությունը բահելու մեր եկեղեցու առաքելության նշեց Քալստյան։ Այո, այսպես է, եւ դուք կտավաճանեք այդ առաքելության։ Ձեր գդարածը դադավջիր է եկեղեցու թեմ եւ ոչ սրծավի ու աբակինող հոգեվորականի վարք։ Եվ դուք շատ ավելի լավ գիտեք, որ այս բոլորը ինչ որ անուն ունի եւ ինչպես պիտի արսնակրվի պատմության մեջ, այն պատմության մեջ, որ ամոթի եւ ողբերգության քանի մեջ դուք հերինակեցիք։ Ինքնամաքրության ճամփան չի գնարանցնիլ տավաճանության միջոցով։ Ոմանց ճամփան գդաշտայի եւ գահարկեի։ Ափսոս, գրեց Լիլիթ Քալստյան։ 22-24 նոյեմբերին Հոհիտա Զավարյան ուսանողական միության անդամները մասնակցեցան ուսումնական այցելության ծրագիրը ամեն հորթանան։ Ծրագիրը կազմակերպված էր Քրիստոնյա դեմոկրատ երիտասարդական միության կողմէ եւ նպատակ ուներ խթանել երիտասարդներու քաղաքական հզորացումը եւ կորձուն մասնակցությունը նորվեգիական քաղաքական ուսակցություններու հետ։ Հարգելի ունգընտիրներ, Վանացանի եթերով եւ թիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Սանի աղորդաբանատալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ Վանացանի ունգընտիր։